1988 թվական ՀՅԴ 24-րդ ընդհանուր ժողով, որտեղ գրվում է «Դեպի երկիր» կարգախոսը։ 1990 թվական օգոստոսի 8-ին բացահայտվում է Դաշնակցության կազմակերպական ներկայությունը մայր հայրենիքում։ Առաջնային խնդիրն էր Արցախյան ճակատում եւ Հայաստանի սահմաններում ինքնապաշտպանության կազմակերպումը եւ Դաշնակցությունը կրկին այդ պայքարի առաջամարտիկն էր։ ՀՅԴ ջոկատները լինում էին ամենավտանգավոր ուղություններում՝ Գետաշենից ու Շահումյանից մինչև Բերդաձոր, Հադրութ ու Հայաստանի սահմանը։ Շուշիի ազատագրման առաջին գծում ՀՅԴ լեգենդար առանձնակի գումարտակն է։ ՀՅԴ կառույցի ամեն 8-րդ դաշնակցականը զոհվել է հանուն Արցախի ու Հայաստանի ազատության համար մղվող պատերազմներում։ Արցախը անկախացավ եւ Դաշնակցությունը դարձավ այդ պատմության գլխավոր դերակատարներից մեկը։ Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահը Արթուր Մկրտչյանն էր, դաշնակցական։ Շատ падգամավորներ մարտի դաշտից չվերադարձան։ 1991-ի համապետական ընտրություններում ՀՅԴ-ն արդեն Հայաստանի խորհրդարանում էր։ Արդարության, միասնականության ու Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ պաշտպանության հստակ դիրքորոշումներով։ Այդ ամենը, սակայն, չընդունվեց ժամանակի իշխանության կողմից։ Եվ 1994-ի դեկտեմբերի 28-ին Դաշնակցությունը Հայաստանում արգելվեց։ Սկսվեցին ձերբակալություններն ու շինծու մեղադրանքները, բայց կուսակցությունն իր գործունեությունը չդադարեցրեց, շարունակեց աշխատել հայության հավաքական իրավունքների եւ Հայաստանի միջազգային հեղինակության համար։ 1996-ին Դաշնակցությունը դուրս էր մղված ընտրություններից, ինչը խորացրեց երկրի քաղաքական ճգնաժամը։ 1998-ին կուսակցությունն արդարացվեց եւ վերադարձավ քաղաքական դաշտ։ Նույն տարում ու հետագա ընտրություններով դարձյալ խորհրդարանական ուժ էր, մասնակցում էր պետականաշինությանը։ 2003-2007 թվականներին ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկեր էր։ 2008-ին նախագահական ընտրություններում Դաշնակցությունն ուներ իր սեփական թեկնածուն Վահան Հովհաննիսյանը։ Կուսակցության համախմբման կոչը մնաց անլսելի։ 2008-ին ձևավորվեց կոալիցիա ՀՀԿ-ի հետ, բայց 2009-ին Դաշնակցությունը դուրս եկավ կառավարությունից, ընդդիմանալով ֆուտբոլային դիվանագիտությանն ու թուրքական նախապայմաններին։ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագիրը արձանագրեց նաև Դաշնակցության մոտեցումները։ Նույն թվականին կուսակցությունը մասնակցեց սահմանադրական բարեփոխումներին, աջակցելով երկրի կառավարման խորհրդարանական մոդելին։ 2016-ի ապրիլյան պատերազմին կրկին դաշնակցական կամավորներն առաջիններից էին շտապում պաշտպանել հարձակման ենթարկված Արցախի սահմանները։ 2018-ին քաղաքական ճգնաժամ եւ իշխանափոխություն։ ՀՅԴ-ն դեմ է ամբողջավարությանը, պոպուլիզմին, ատելությանն ու բռնությանը, պատրաստ է աջակցել իրական բարեփոխումներին։ 2018-ի հոկտեմբերին Դաշնակցությունը մերժում է իշխանության ապազգային քաղաքականությունը, բանակն ու պետական համակարգը քայքայող գործողությունները։ 2019 թվական իշխանափոխությունից հետո առաջին հանրահավաքին Դաշնակցությունը ահազանգում է խորացող մարտահրավերների մասին եւ զգուշացնում Արցախին սպառնացող վտանգի մասին։ Դաշնակցական երիտասարդները բողոքի ձայն են բարձրացնում ընդդեմ անարդար հարկային քաղաքականության, պայքարում է ազգային կրթական համակարգի համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27 կրկին պատերազմ։ Դաշնակցության առաջին ջոկատներն ընդամենը մի քանի ժամ անց առաջնագծում էին, հավատարիմ իրենց երդմանը։ Նրանք երդվել էին պաշտպանել հողն անգամ կյանքի գնով։ 2020 թվականի նոյեմբեր, պարտություն, զոհեր, քաոս ու նվաստացում։ Դաշնակցությունը մերժում է պարտվողականությունն ու դավաճանությունը։ Նա հայրենիքի փրկության շարժման եւ համաժողովրդական ընդվզման զինվորն ու առաջամարտիկն է։ Բռնությունների, հետապնդումների թիրախում գլխավորաբար դաշնակցականներն են։ Ի հեճուկս ամենի պայքարը չի դադարում։ 2021 թվականին Դաշնակցությունը մասնակցում է արտահայտ խորհրդարանական ընտրություններին։ Ձևավորում է ամենամեծ ընդդիմադիր Հայաստան դաշինքը։ Առջևում պայքարի նոր հարթակ է։
Արժանապատվության, անկախության, Արցախի պաշտպանության, երկրում ազգային իշխանության ձևավորման, ազգային օրակարգ պարտադրելու նպատակով պայքարի նոր ասպարեզ էր դիմադրության շարժումը։ Շուրջ 2 ամիս երկիրը եռում էր այդ պայքարով, հակառակ հազարավոր բերման ենթարկվածների, հարյուրավոր ձերբակալվածների պայքարը շարունակվում էր։ «2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, Արցախի հայաթափումը իր ողբերգական հետևանքներով նոր փորձություն էին մեր ժողովրդի համար, նոր մարտահրավեր ու ճակատագրական ջրբաժան։ Դաշնակցականների համար պայքարը երբեք չդադարեց։ Երիտասարդական ծրագրեր, բանակումներ, աշխատանք միջազգային հարթակներում, հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանություն, շփումներ ժողովրդի հետ բազմաթիվ սոցիալական ու բարեսիրական ծրագրեր, համահայկական տարողության ձեռնարկներ, քաղաքական դաշտի համախմբման ուղղված քայլեր։ Հոյդան ցանկացած ժողովրդային շարժման առաջին շարքերում էր։ Բռնաճնշումները, հետապնդումները որևէ վայրկյան չընկճեցին դաշնակցականներին։ Խորհրդարանի դահլիճում Հայաստան խմբակցությամբ, Հայաստանի ցանկացած բնակավայրում հայրենակիցների կողքին, դատարաններում եւ փողոցում այդ կռիվը շարունակվում է հանուն ազգային պետության, հանուն ազգային օրակարգով, տեսլականով իշխանության ձևավորմամբ Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հզորացման եւ ինքնության։ Ու ինչպես միշտ, պայքարը շարունակվում է։